Փաշինյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, տարվա մեր առաջին եթերն է եւ ավանդույթի համաձայն ամեն շաբաթ ամփոփում ենք, խոսում ենք կարևորագույն իրադարձություններից վերջին եւ այսպես երեք ամբողջ համացանցը ողողված էր մեր արժանապատիվ հոգեվոր դասի գրառումներով 100-ից 150-ից ավել հոգեվորականներ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում Հայ առաքելական եկեղեցուն վեհափառ եւ իհարկե ամենաճիշտ բառերով գնահատական է տալիս այն տիրադամներին, ովքեր միացել են Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակմանը։ Նիկոլ Փաշինյանն վաղարողացիա գրեց, որ այդ տիրադամների թիվը հասել է 16-ի, բայց դա իհարկե սա ցուցիչ է եւ այս process-ները նաեւ մաքրման process-ներն ըստ էության, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչ արժանապատիվ հոգեվոր դաս ունենք իրականում։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը, ինչ զարգացումներ են սպասում, Փաշինյանը հասցրեց նաև ներողություն խնդրել Հիսուս Քրիստոսից, այս ինչի դրսևորում է, եւ իմիջիայլոց նաև այս ուխտերթին, որ պետք է գնացել են, դեռ հարցել, ուխտերթեր, չգիտես ինչ էր իրենցը, նաև արդեն առաջին անգամ այս ամենին եկեղեցի այդ պատարակին, այսպես ասած, որը ծիսակարգ էր իրենց կողմից, մասնակցած նաև վերջինս Տիկինը, որի այդ օրվա հապուկապն է բավականին մեծ քննարկման թեմա է դարձել, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, արդեն քանի որ այս նոր տարում առաջի անգամ ենք հանդիպում եւ առաջի անգամ հնարավորություն եմ դիմելու մեր հասարակությանը, մեր ժողովրդին, նախ եւ առաջ ուզում եմ օգտվելով այս ընձեռված հնարավորությունը շնորհավորել բոլորի ամանորը եւ նոր տարին եւ մաղթել այս տարում միայն լավ բաների ականատեսը լինենք բոլորս իրար հետ։ Այդ լավ բաների մեջ միանշանակ մտնում է մեր երկրի ազատագրումը թուրք-ադրբեջանական ղեկավարությունից եւ մեզ նոր հաղթանակների ուղի բացելը թող այս տարին սկիզբ դնի մեր նորանոր հաղթանակների։ Հիմա շարունակվում է հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա, բայց այդ հարձակումը հասկանալու համար նախ եւ առաջ պետք է բոլորս միասին մտածենք, թե լավ, իսկ ինչու ի վերջո սկսվեց հարձակումը եկեղեցու վրա եւ ինչ կա, ինչ է թաքնված այդ հարձակման ետևում, որոնք են իրական պատճառները։ Ըստ իս ամենակարևոր պատճառը նա է, որ Նիկոլը ուզում է ցույց տալ իր գլխավոր տերերին, դա է Ադրբեջանը եւ Թուրքիան, որ ինքը իզորու է Հայաստանում հարցեր լուծել։ Ինչու է դա անդրադառնում եկեղեցու վրա, ասեմ, որպեսզի պարզ լինի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում սպասվում են ընտրություններ, եւ դա գաղտնիք չէ ինչպես մեր համար, այնպես էլ գաղտնիք չէ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի, թե այլ աշխարհագրական խաղացողների համար։ Այս առումով Ալիևը եւ թուրքերը Նիկոլին time out են տվել, այսինքն պահանջատիրությունը, որը գոյություն ունի, գրեթե տասնյակ ոլորտներում եւ բաներում, այս պայդրությամբ ուղղակի սառեցրել են, բայց խնդիր է դրված, որ Նիկոլը մեկը պետք է ցույց տա, որ ինքը ծառայելու է իրանց միջև վերջ։ Հիմա տեսեք, եթե շարունակվեր այն ինչ շարունակվում էր 2024 թվականին, այսինքն օրինակի համար շարունակություն ունենար սահմանազատման process-ը, ապա Նիկոլ Փաշինյանը ստիպված էր լինելու նորից տարածքներ հանձնել։ Բայց թե Թուրքիայում, թե Ադրբեջանում հասկանում են, որ կոնստանտ տարածքների հանձնումը չի նպաստելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը։ Իրենք նաև հասկանում են, որ ցանկացած ազգային շահի զիջումը այս պարագայում Նիկոլին չի օգնելու վերարտադրվել։ Դրա համար time out են տվել, շնչելու ժամանակ են տվել, միշտ նորանոր տարածքների հանձնում, բայց այդ ընթացքում շարունակել են իրենց գործունեությունը։ Եվ ինչով է դա պայմանավորված եղել, առաջինը դա իհարկե օգոստոսյան Տրամփի մոտ ստորագրված փաստաթուղթեր, համաձայն որի Նիկոլը կրկին հանձնել է միջանցք։ Ինչու եմ ասում կրկին, որտեվ նոյեմբերի 9-ի փաստաթղթում եւս կար անխոչնդոտ ճանապարհ, բայց այդ թղթում կար Լեռնային Ղարաբաղ, այդ թղթում կար Արցախը։ Եվ եթե այդ թղթի բոլոր կետերը իրագործվեին, ապա այսօր մենք ունենալու ենք Արցախի հանրապետություն։ Ինչը արել Նիկոլը եւ ադրբեջանցիները թռել են Ռուսի վրայից, գնացել են Ամերիկայում թուղթ են ստորագրել, ընդ որում ես կասկած չունեմ, որ այդ թղթի հեղինակն է մեծ համասամբ Ալիևը, եւ այդ թղթով
տվել են նույն բանը, ինչ Ադրբեջանը ուզում է, բայց ուղղակի թղթից հանել են Արցախը եւ հանել են Ռուսաստանի Դաշնությունը։ Սա է միակ տարբերությունը։ Այսինքն Ադրբեջանը չի շեղվում իր նպատակներից, ուղղակի ժամանակ է տալի Նիկոլին շնչելու, վերարտադրվելու փորձ կատարելու, որ հետո արդեն հավատացեք, Աստված մի առասցի, եթե Նիկոլը հաղթի ընտրություններում, միանշանակ նոր տարածքների զիջումներ են լինելու, շատ մեծ զիջումներ են լինելու, թե Սյունիքում, թե Տավուշում, թե այլ մարզերում։ Հիմա այս առումով ինչ է կատարվում։ Նիկոլը հասկանում է, որ այս պահին չի կարող տարածք տալ, որտեղ չի վերընտրվի, դրա համար որպես թիրախ է ընտրվել հայ առաքելական եկեղեցին։ Հիշեք նաև, որ հարձակումը անցավ գործնական փուլ, նրանից հետո, երբ Վեհափառ հայրապետը Շվեյցարիայում բարձրացրեց արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Եվ վերադառնալուն պես հայ առաքելական եկեղեցու հանդեպ սկսվեց պայքար։ Թուրքերը եւ ադրբեջանցիները Նիկոլի ձեռքով պայքարում են Հայաստանում մնացած ցավոք սրտի միակ կանգուն ազգային օջախի դեմ։ Եվ դրանով է պայմանավորված, որ Նիկոլը օրն գիշեր մտածում է ինչ բերի եկեղեցու գլխին, կներեք, որպեսզի ստանա թուրքերի եւ ադրբեջանցիների աջակցությունը սպասվող ընտրություններում։ Կրկնում եմ, հասկացեք, պարզ իրողություն։ Նիկոլը այդ երկրների օգնությունը ստանալու համար ունի մի քանի բան, որ պետք է անի։ Տարածքների հանձնում, միջանցքի հանձնում եւ այլն եւ այլն։ Այդ ցանկացած կետի իրագործումը բերելու է նրան, որ նա չի վերարտադրվի։ Դրա համար համատեղ եկել են նրան, որ լավ, այս մի քանի բանում քեզ time-out ենք տալի, որպեսզի կարողանաս ժողովրդի շարունակես խաբել, բայց օգտագործիր այդ ժամանակը քո հավատարմությունը մեզ ցույց տալու համար։ Եվ այդ հավատարմությունը ցույց տալու ամենացայտուն օրինակն է հայ առաքելական եկեղեցու վրա Նիկոլի հարձակումը։ Հաշվարկ է կատարվել, որ եկեղեցու վրա Նիկոլի հարձակումը ավելի քիչ վնաս է բերելու ընտրական բանով Նիկոլին, կամ օրինակի համար Սյունիքի մարզից տարածքների հանձնումը։ Ուղղակի տրվյալ հաշվարկ է։ Այն, որ Նիկոլը ունենալու է սատարում ընտրությունների Թուրքիայից եւ Ադրբեջանից եւ միգուցե նաեւ որոշ եվրոպական երկրներից, դա միանշանակ է։ Ես կասկած դրանում չունեմ։ Իսկ ինչու պետք է չունենա սատարում մի անձ, որը կուրորեն կատարում է բոլոր հրամանները, որը նվիրաբերել է մի ամբողջ երկիր թշնամուն, իր բոլոր ենթակառուցվածքներով։ Մի երկիր, որը չի մտածում նույնիսկ պանդադավորված մեր գերիների մասին։ Ասել եմ նորից կասեմ, ընտրություններից առաջ X քանակի գերիներ կվերադառնան Հայաստան։ Ինչի համար ես իհարկե շատ ուրախ եմ։ Օր առաջ պետք է բոլորը վերադառնան, բայց սա էլ կարվի Նիկոլին նախաընտրական, իրավիճակում որոշ չափով ժողովրդին կրկին աչքերի մեջ թոս փչելու համար։ Այո, 10-15-երի վերադառնալու է ընտրություններից առաջ։ Եթե հիշեք 21 թվականին նույնը արդեն եղել է։ Եվ մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի, սթափ, ճիշտ գնահատական տա իրավիճակին եւ թույլ չտա, որպեսզի թուրք-ադրբեջանական այս տանդեմը վերընտրվի Հայաստանում։ Տեսեք, իրենց վերընտրությունը կործանարար է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ 21 թվականին բազմիցս թե շատ այլ գործիչներ խոսում էինք նրա մասին, որ Նիկոլի վերարտադրությունը բերելու է Արցախի հանձնմանը։ Եվ բերեց ցավոք սրտի։ Հիմա մենք ասում ենք, որ Նիկոլի կրկին վերարտադրվելու դեպքում Հայաստանը շատ արագ կորցնելու է տարածքներ, Հայաստանը շատ արագ հայտնվելու է տոտալ իզոլյացիայի մեջ եւ Հայաստանի ժողովրդին չի թողնվելու որևէ այլ ելք, կան ընտրել Թուրքի տակ ապրելուն կամ Հայաստանը լքելու ճանապարհները։ Դա է լինելու։
ու շատ հետարքիր տեխնոլոգիաներ են օգտագործվում, արդեն սկսել են Նիկոլենք օգտագործել այս շրջանում։ Տեսեք, իրենք ընտրությունները անձերից կտրելու են, անդիմադիրները թիրախավորվելու են անձնապես, բայց իշխանությունը այս ընտրություններում հիմք չի ընդունելու ոչ Նիկոլի անձը, ոչ Աննայի անձը, ոչ ինչ-որ մեկի անձը, այլ ընտրությունները լինելու են հետևյալի մասին։ Իրենք ասելու են միայն հետևյալը. ընտրեք խաղաղությունը։ Իրենք նույնիսկ չեն ասելու ընտրեք մեզ, իրենք ասելու են ընտրեք խաղաղությունը։ Սա էլ է տեխնոլոգիա։ Մարդկանց ուղեղի մեջ փորձելու են սերմանել գաղափարը, որ կա երկու ընտրություն, կամ խաղաղություն, որը եթե դուք ուզում եք ստանալ, գնացեք ընտրեք, չգիտեմ որ թիվի մեջ իրանք կլինեն, կամ ընտրեք ընդդիմադիրներին, որոնց հատ-հատ թիրախավորելու են եւ նաեւ փորձելու են ժողովրդին խաբել, որ այ ընդդիմությունը եթե գա իշխանության, ապա Հայաստանը կհայտնվի պատերազմական իրավիճակում։ Դա է լինելու եւ դա արդեն սկսվել է։ Եվ ուշադրություն դարձրեք, որ падգամավորների գերակշիռ մասը ԿՊԱ-կան, Քեմալական պայմանագրի падգամավորների գերակշիռ մասը արդեն խոսում է նրա մասին բոլոր հարցազրույցներում, որ մեր ժողովուրդը պետք է ընտրի խաղաղություն է ուզում, թե ոչ։ Իսկ ժողովուրդը գիտի ինչ է ուզում։ Ժողովուրդը իհարկե ուզում է խաղաղություն, բայց ուզում է արժանապատիվ խաղաղություն։ Ժողովուրդը ուզում է բարեկեցիկ կյանք։ Ժողովուրդը ուզում է հանգիստ միջավայրում ապրել։ Ժողովուրդը ուզում է եւ հոգնել է այս ատելությունից։ Բոլորս ենք հոգնել այս ատելությունից։ Հայաստանում չի եղել որևէ իշխանություն, որը նման ատելություն է գեներացրել ժողովրդի մեջ։ Եղել են իշխանություններ, որոնք գեներացրել են ատելություն իհանդեպ իրենց։ Բայց երբեք այդ ատելությունը չեն սերմանել ժողովրդի մեջ։ Իսկ ինչ է անում այս իշխանությունը։ Ժողովրդին բաժանում է փոքրիկ խմբերի եւ բոլորին իրար է հագցնում, որ բոլորը իրարից զզվեն, բոլորը իրար հետ կռիվ տան, բոլորը իրար հետ պայքարեն եւ դրանով փորձում են վերարտադրվել, որտեվ երբ որ բաժանում ես, սկսում ես տիրել եւ իրենք այդ սկզբունքով են հենց անում։ Հիմա եկեղեցու վրա հարձակումը, բացի նրանից, որ ծառայում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, ինչպես նաեւ օգնում է Նիկոլին վերարտադրվել, իսկ դա բացատրեցի ինչպես է օգնում, ինքը ցույց է տալի Թուրքիան եւ Ադրբեջանին, որ ձեր համար ամեն ինչ կանեմ, հեսա տեսեք, եկեղեցին փորձում են ոչնչացնել։ Դա դրա համար է արվում, որտեղ ցանկացած այլ բան, որ ինքը Ադրբեջանի եւ Թուրքիայի համար պետք է անի, դա տարածքային զիջումն է։ Դրա համար այդ Միքայելին դեռևս չի գնում։ Դուք տեսնում եք, չէ՞, 25 թվականի ընթացքում որևէ սահմանազատման կամ սահմանագծման process առաջ չի գնացել։ Լավ ձեզ հարց տվեք, իսկ ինչու չի գնացել։ Բայց ո՞նց եղավ, Տավուշի մարզում սկսեցիք, մի հատ պատ կառուցեցիք, հիմա շլապը հակած գլխին, ինչ որ մարդկանց է տանում, պատացուց է տալի, ասում է խաղաղություն այսպես տեսք ունի։ Ու 25 թվականին ոչ մի բան։ Բա ինչու չեք շարունակել։ Բա երկուսով խոսում եք դրա մասին, որ ինչ լավ է, որը երկուսից մեջ խաղաղություն է հաստատվել, ընդ որում դա երկուսը սխալ եմ ասում, մեկը խոսում է դրա մասին, որ խաղաղություն է հաստատվել։ Բա շարունակեիք սահմանազատումը, բա ինչի չեք շարունակում։ Ես գիտեմ ինչի չի շարունակում, որտեղ սահմանազատման նոր process-ը բերելու է տարածքների նոր հանձնումների։ Դրա համար time-out է տված։ Ժամանակ են տվել, որ սա շարունակի ժողովրդին խաբել։ Եվ կրկնում եմ, օգտագործում են ժամանակը իրենց այլ խնդիրները լուծելու համար։ Իսկ թիվ 1 խնդիրը այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանում, դա ժողովրդին համախմբող միակ մնացած կանգուն կենտրոնն է, դա հայ առաքելական եկեղեցին է։ Եվ եկեղեցին քանդելով դու ոչ միայն Հայաստանում ես հարց լուծում, այլ նաեւ խոշորագույն պառակտում ես մտցնելու Սփյուռքում եւ նաեւ ոչնչացնելու ես ընդհանրապես կապը Հայաստանի եւ Սփյուռքի։ Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ եկեղեցին Հայաստանը Սփյուռքի հետ կապող ամենաարդյունավետ օղակներից է։ Այդ օղակներից մեկը նաև համահայկական հիմնադրամն էր։ Մինչև սրանք խաբեցին ու լափեցին հիմնադրամից $100 միլիոն։ Հիմա էլ թքած ունեն ընդհանրապես այդ հիմնադրամի վրա։ Այս սա են անում։ Հիմա
Զարմանալիորեն վերջի ցիտեմ ԿՊԱ-ական падգամավորին ուխտաերթին զարմանալիորեն մասնակցեց նաև Նիկոլի կողակիցը։ Չեմ կարող կին ասել, որտեվ ոնց որ ամուսնացած չեն, բայց ինչ որ հարաբերությունների մեջ են։ Հիմա հարց է ցակել, իսկ ինչու այսքան պատարակ անց մեկելու կինը որոշեց մասնակցել։ Ըստ իս կինը մասնակցեց ուշադրությունը իր վրա շեղելու համար։ Ինչից էր նա փորձում շեղել ուշադրությունը, նա փորձում էր շեղել ուշադրությունը սակավամարտությունից։ Եվ եթե ուշադիր հետևեք անցած մի քանի օրվա process-ներին, ապա կհասկանաք, որ մի քանի օր է մամուլը, այդ թվում ընդդիմադիր, քննարկում է ոչ թե քանակը մասնակիցների, քննարկում է ոչ թե այդ էությունը, այլ քննարկում է Աննա Հակոբյանի զարդերը։ Զարդերն է պատահական ընտրված չէին։ Պետք էր թանկ բան, պետք էր ուշադրությունը շեղել Աննայի զարդերի վրա։ Եվ ստացվեց իրենց մոտ։ Եվ մենք ոչ թե քննարկում ենք նա, որ փաստորեն ողջ իշխանական ռեսուրսը դնելով սրանք կարողացան 2-3 հազար հոգի մարդ փողոց անել, այլ մենք քննարկում ենք, թե ոնց է պատահել, որ Աննա Հակոբյանը, չգիտեմ, ըստ մամուլի մինչև 10-12 միլիոն դրամ արժողությամբ զարդեր է կրում։ Շեղեցին։ Ասեմ ավելին, ինչ է փոխվել այս վերջի մի քանի օրվա մեջ։ Եթե առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում էր այս փակագծերի մեջ պայքարում, ասում էր, որ ես ուղղակի հավատացյալ մարդ եմ, շարքային քաղաքացի եմ, ապա այսօր նա փոխվել է։ Իրենց ստորագրված փաստաթղթում նա ներկայացված է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Իսկ դա ինչի համար է։ Կրկին տրամաբան ենք։ Ակնհայտ է, որ այս պայքարում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է պետական բոլոր լծակները, այդ թվում ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը, քննչական մարմինները։ Այդ մարմիններին հրահանգ տալու համար նա պետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ ոչ թե շարքային քաղաքացի։ Այդ թղթում որպես վարչապետ ներկայանալով նա բոլորիս հասկացնում է, որ ինքը ամենավերջին, ամենաստոր ձևով օգտագործելու է բոլոր հնարավոր պետական լծակները հայ առաքելական եկեղեցու հարձակման process-ի ընթացքում։ Եվ դրա համար արդեն նա ներկայանում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպեսզի կարողանա հրամաններ տա որպես վարչապետ։ Մի այլ հարց է, որ դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպտագույն խախտում է, որի համար, միայն որի համար հասնում է 10-ից 15 տարի պատիժ։ Ընդ որում մի մարդ, որ այս 7 տարվա մեջ գործել է հարյուրավոր հանցագործություններ եւ որի պատիժները եթե իրար գումարենք, ինձ թվում է մի 300 տարվա արդեն հանցագործություններ իրականացրել է, արդեն թքած ունի 200 է, 300 է, 15 է, 25 է, անցել է բոլոր կարմիր գծերը եւ ակնհայտ է, որ այդ կարմիր գծերը երբ դու անցնում ես, դու վերածվում ես այլևս սերիական մարդասպանի, որի համար միակ հետաքրքրող բանը եւս նոր զոհ ունենալն է, որտեղ սպանել է 15 թե 35, բաժի վրա այլևս տարբերություն չի տալու, մեկը ինքը այդքան չի ապրելու, հոգեբանությունը այսպիսին է, ինքը արդեն թքացում, թե օրենքի վրա, թե ապագայի վրա, թե ամեն ինչի վրա, ինքը ապրում է այսօրվա օրով, իսկ այսօրվա օրում իրան պետք է մնալ իշխանության։ Ակնհայտ է, որ օր ու գիշեր իրանք պատրաստվում են ընտրությունների, որում ես ինքս դրական բան տենում եմ, ուրեմն վախում են ընտրություններից։ Ուրեմն մենք պետք է շատ ավելի լավ պատրաստվենք ընտրությունների, իրենցից շատ ավելի լավ, որտեվ իրենց սարսափը ընտրություններից հեն այնպես չէ։ Այո, իրանք օգտագործելու են բոլոր հնարավոր ձևերը ընտրություններում խախտումներ անելու։ Այո, պետական բոլոր լծակները օգտագործելու են։ Բայց ընդդիմությունն է պետք է իր բոլոր հնարավոր զինանոցում եղած բոլոր հնարավոր բաները օգտագործի։ Մենք պետք է պայքարենք, մենք պետք է կռիվ տանք սրա համար։
Եվ այդ պայքարի մեջ իհարկե մեզ պետք է որպեսզի կանգուն մնա հայ առաքելական եկեղեցին։ Ես միշտ ասել եմ ու նորից եմ ասում, երբ որ դու քանդում ես ինչ-որ բանի հիմքը, չես կարող սպասել, որ այդ շենքը կանգուն կմնա։ Հայաստանի Հանրապետության, նորանկախ Հայաստանի Հանրապետության հիմքը Արցախի Հանրապետությունն էր եւ ազատագրման պայքարը։ Դրանք էին հիմքը նորաստեղծ նորանկախ Հայաստանի Հանրապետության։ Հիմա մենք այդ հիմքը, մենք ասելով Նիկոլը կներեք, ոչնչացրել է ուղղակի։ Այդ հիմքում մնացել է մի լուրջ հենասյուն, դա եկեղեցին է։ Այդ դա էլ եթե քանդեն, ամեն ինչը կփշրվի, ու մենք չենք էլ զգա թե ինչպես փշրվեց։ Եվ մենք որպես ժողովուրդ, եթե ցանկություն ունենք ապրել այս հողում, կոչվել հայ, ունենալ մեր սեփական պետությունը, պետք է պայքարենք դրա համար, այլ ոչ թե մտածենք, որ լավ այսօրվա հացը կա, չանդամ թե վաղը ինչա լինելու, այդպես չի կարելի։ Մենք պետք է վստահ լինենք, որ մեր երեխաներին թողնելու ենք կայացած պետություն, այլ ոչ թե ջարդ ու փշուր եղած հայրենիք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չվերածվենք Սփյուռքի։ Ի վերջո, մեր Սփյուռքի գերակշիռ մասը ստեղծվել է ցեղասպանության պատճառով։ Ցեղասպանությունն է դառը պատճառ, որ հայերը սփռվել են ողջ աշխարհով։ Եվ այդ բոլոր հայերի համար Հայաստանը սրբություն է, որտեղ դա իրենց հայրենիքն է։ Իրենց գերակշիռ մասը Հայաստանում չի ծնվել, բայց միևնույն է, իրենք համարում են Հայաստանը իրենց հայրենիքը։ Եվ մենք այդ հայրենիքում ապրելու իրավունքով օժտված պետք է սատար կանգնենք բոլորին։ Մեր վրա է դրված բեռը մեր հայրենիքը պահելու, մեր վրա է դրված բեռը այստեղ ապրելու, պայքարելու, արարելու եւ զարգանալու։ Մեզանից է կախված ի վերջո Հայաստանի Հանրապետություն քարտեզի վրա կմնա թե ոչ։ Այս փոփոխվող աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Այս փոփոխվող աշխարհում այլևս չկա միջազգային դատարան, այլևս չկան միջազգային նորմեր։ Քաղաքականությունը դարձել է շատ չափից դուրս պրագմատիկ։ Ուժեղները որոշում են ինչ անեն։ Այո, դա այդպես է։ Հիմա այս ձեռներս ծալենք, սպասենք մեր վրով ինչ են որոշելու, իհարկե ոչ։ Իմիջայլոց ասացիք ուժի հետ կապված տարեվերջյան իր ասուլիսում Ալիևը նորից խոսել էր ոնց ուզում եք անվանեք Զանգեզուրի միջանցքը այլևս իրողություն է, ինչ անունով ուզում եք դա կոչեք, եւ հենց կոնկրետ շեշտադրում այլևս չկա միջազգային իրավունք, կա ուժի իրավունք։ Սա ինչ է նշանակում, սա ինչ պատասխանն է այս իշխանության կողմից կեղծ խաղաղության քարոզի։ Տեսեք, Ալիևը իր տարեվերջյան նաև ասուլիսում մի հետարքիր միտք էր հայտարարել, նա ասել էր, որ շատ լավ է, որ մենք կարողացել ենք ստանալ միջանցքը առանց պատերազմական գործողությունների։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ նա կրկին քանդում է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների բոլորի իրար այդ թեզերը, որոնք ասում են, որ ոչ մի միջանց չկա, դա ճանապարհ է, Ալիևը բառացի է ասում, որ եթե չտայք դա, պատերազմով էի վերցնելու։ Իսկ ոչ միջանցքը պատերազմով վերցնելու իմաստը ո՞րն է։ Իհարկե չկա։ Ավելին, Ալիևի միջոցով մեզ Հայաստանի Հանրապետությունը պատրաստում են Ռուսաստանի հետ կապերի խզմանը։ Որտեւ եթե առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ կարող է դրսում ասել, դե նավթը Ռուսաստանից է գալի, դե գազը Ռուսաստանից է գալի, դե ես իմիջը հացահատիկը Ռուսաստանից է գալի։ Հիմա ինչով են դա փոխարինում Ադրբեջանից եկող նավթամթերքով։ Այսինքն ստեղծում են նախադեպ, որ հետո Հայաստանին ասեն, դա ախպեր Ռուսաստանի հետ կապերը կտրեն, ամեն ինչը դու կարողանում ես արդեն Ադրբեջանից բերել։ Դա են անում։ Նախապատրաստական աշխատանք։
Եթե ձեզ թվում է Ռուսաստանում դա չեն հասկանում, շատ լավ հասկանում են, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ակնհայտ է, որ ինչքան է Նիկոլը շլապայով գնա անդե Կրեմլում, շլապա հանի, մեկա բան չի փոխվում, այնտեղ շատ լավ հասկանում են, թե ինչ խաղ է գնում։ Մի այլ հարց է, որ Ռուսաստանը թաթախված է ռուս-ուկրաինական կամ ավելի ճիշտ ռուս-եվրոպական պատերազմում, որի վերջը թվացյալ մոտ է, բայց երբեք չես կարող ասել, թե իրականում երբ կավարտվի այս ամենը։ Կարող է շատ շուտ, կարող է դեռևս տարիներ տևել։ Ռուսաստանը կայսրություն է, որը ունի իր շահերը, Ամերիկան կայսրություն է, որը ունի իր շահերը, Չինաստանը եւ այլն, բոլորը ունեն իրենց շահերը։ Եվ այդ բոլորի շահերի մեջ միայն Հայաստանն է, որը չունի շահ։ Հայաստանի Հանրապետության շահ որպես այդպիսին այսօր գոյություն չունի։ Գոյություն ունի Նիկոլի շահ։ Իսկ Նիկոլի շահը դա կոնստանտ փող գրփելն է։ Եվ կգրփի ինքը այդ փողը Հայաստանի Հանրապետությունում, թե Թուրքիայի վիլայեթում, իր համար տարբերություն չկա։ Բացարձակապես, ընդհանրապես չկա։ Մի այլ հարց է, որ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետության շահ նորից ի հայտ գա քաղաքական քարտեզի վրա, որ մենք կարողանանք ճիշտ բանակցություններ վարել մեր դաշնակիցների հետ եւ ոչ միայն, որպեսզի կարողանանք հայկական շահը կրկին տեսանելի դարձնել բոլորի համար։ Այլ ոչ թե բոլորովս ցույց տանք ամբողջ աշխարհին, որ հայերը դա այն երկիրն են կամ հայերը դա այն ժողովուրդը, որը պայքարում է ինքը իր եկեղեցու դեմ։ Ես իհարկե ողջունում եմ այն բոլոր քահանաներին եւ մնացած սպասավորներին, որոնք իրենց աջակցությունն են հայտնում վեհապար հայրապետին եւ հայ առաքելական եկեղեցուն։ Ես չեմ կարող չզարմանալ Նիկոլին միացած որոշ տիրադավներին։ Ընդ որում իմ մոտ հարց է ծագում, ինչ է փոխվել իրենց կյանքում, որ օրեր առաջ իրանք թունդ հականիկոլական էին, օրեր անց իրանք միանում են Նիկոլին։ Միակ պատճառը, որ գալիս է մտքից, դա երկու հնարավոր ելք է։ Փող են վերցրել կամ վրեքները կամպրամատ կա։ Ինչ խոսք, կահացեն լավ է աշխատում այս առումով։ Կարողանում է լրջագույն աշխատանք կատարել հայ առաքելական եկեղեցու սպասավորների դեմ։ Մինչդեռ ահացեն լրիվ այլ բանով պետք է զբաղվեր, լրիվ։ Բայց իրենք զբաղված են եկեղեցականներին որսելով, մարդկանց դեպի Նիկոլ քաշելով։ Տեսեք, երբ որ ասում են եկեղեցականները չպետք է խառնվեն քաղաքականությանը, իսկ ով է դա ասել։ Իսկ եթե խոսքը գնում է երկիր ունենալու եւ չունենալու միջև, ինչ եկեղեցականը պետք է սուս մնա, մարդ չէ։ Մի այլ հարց է, որ սահմանադրությամբ արգելված է հակառակը, պետությունը չի կարող խառնվել եկեղեցու գործերին։ Բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում չկա գետ մեկ կետ, որը արգելում է եկեղեցականներին մասնակից լինել Հայաստանի քաղաքական կյանքին։ Չկա նման կետ։ Եվ այո, իհարկե եկեղեցականները տեսնելով, թե ոնց եք դուք քանդում մեր հանրապետությունը, ինչպես եք դուք հանձնել Արցախը, արտահայտում են իրենց կարծիքները։ Որոշ դեպքերում մասնակից են դառնում պայքարի։ Եվ դա շատ նորմալ է, եւ դա ողջունելի է։ Հակառակը կլներ անհասկանալի։ Չես կարող էլի հանգիստ ապրել մի երկրում, որը կործանվում է։ Եթե վեհապար հայրապետը կամ մնացած սպասավորների եկեղեցու իրենց կարծիքները չհայտարարեն, ես կզարմանայի, կասելա, բա մեր եկեղեցուները ինչի չեն խոսում։ Եթե վեհապար հայրապետը չխոսար արցախցիների իրավունքների մասին, ես կզարմանայի։ Բայլով, եթե ոչ ինքը։ Եվ կեցեն, որ շարունակում են խոսել, կեցեն, որ շարունակում են պայքարել։ Եվ ես կրկնում եմ, ես կասկած չունեմ, միևնույն է, անկախ նրանից ինչ զարգացումներ կլինեն, եկեղեցին հաղթող է դուրս գալու։ Եկեղեցին ժողովրդին է, չէ, եկեղեցին Աստծունն է, որի ծառան ենք մենք բոլորս։ Եվ մենք ենք ծառայում եկեղեցուն, ոչ թե հակառակը։
Իսկ Նիկոլը փորձում է եկեղեցուն սոցիալիզմ մտցնի։ Ասում է եկեղեցին վերադարձնեմ ժողովրդին։ Եկեղեցին ու էլեկտրական ցանցերը չի որ ժողովրդին վերադարձնես, այդ աղա։ Ժողովրդին պետք է վերադարձնես եկեղեցուն իրականում, որտեղ մեր ժողովուրդը ինչը ճիշտ է, հերվածել է եկեղեցուց։ Հերվածել է հավատքից։ Տարվել է սխալ բաներով։ Այդ է խնդիր կա։ Եվ այո, իհարկե այդ խնդրում նաև կա եկեղեցու մեղավորությունը, որ չեն կարողացել ավելի ճիշտ քարոզ կարդալ ժողովրդին։ Եվ իհարկե կան փոփոխությունների կարիք, իհարկե կան։ Բայց պետությունը, ոչ մի պետություն իրանք չունի խառնվել եկեղեցու գործերին, ոչ մի պետություն։ Նամանավանդ Նիկոլի պես պետությունը։ Նիկոլը, որը Հայաստանի շահերի հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Քաղաքական հետապնդումները հասել են ֆենոմենալ մակարդակի, տասնյակներով քաղաքական բանտարկյալներ կան երկրում։ Երեք ականատես եղանք, որ հիմնիմինի հաղորդավարներ Վազգենը եւ Նարեկի կալանքը երկարացվեց 3 ամսով։ Նայել եմ այդ կարճատև դատը, նայել եմ, մի խայտառակություն է ուղղակի այդ դատը։ Նարեկն անշամջետ հացադուլ է սկսել, սա մեկ այլ ծայրահեղություն է։ Տեսեք, խայտառակության հետ կապված է, նորից հրահրել են, ըստ էության Ալեն Սիմոնյանի, այսպես ասենք, գործատու հիման վրա է ամեն ինչ եղել։ Ինքը հրահրել էր, ինքը վիրավորել էր տղաներին, պատասխանը ստացել է եւ այս տղաները այսօր արդեն տեսեք, եւ տղաները եւ մնացած քաղաքաբանտարկյալները նախ եւ առաջ պահում են իրենց տղամարդու պես։ Սա շատ կարեւոր է։ Պետք չէ վախենալ կալանավորվելուց։ Դրա ամենալավ օրինակը Միքայել Սրբազանն է, Բագրատ Սրբազանն է, մնացած սրբազանները։ Պետք չէ վախենալ դրանից։ Վախեցեք պատիվը կորցնելուց։ Ես երբ որ նայում եմ, թե ինչ է տեղի ունեցել վերջի մի քանի ամիսների ընթացքում, հասկանում եմ, որ իրականության մեջ Միքայել Սրբազանի դատավճիռը կարդալը այդպես արագ պետք է նրա համար, որպեսզի դա օգտագործվի մնացած հոգևորականների ճնշում գործադրելու համար։ Բագրատ Սրբազանին կալանավորել էր դրա համար պետք։ Արշակ Սրբազանին կալանավորել էր դրա համար պետք, որպեսզի մնացածին վախեցնեն, ասեն, որ տեսեք, մենք կարմիր գծեր չունենք, մենք թքած ունենք ամեն ինչի վրա, Սրբազան եք, ինչ եք, մեզ մեկ է, կալանավորելու ենք։ Եվ ցավոք սրտի որոշների վրա դա ազդեց։ Եվ դեռևս ազդելու է։ Մարդը վախում է։ Բայց կրկնում եմ, վախեցեք ձեր պատիվը կորցնելուց։ Բայց դա միևնույն է, պետք է պայքարել այս մարդկանց ազատության համար։ Այո, չվախենալ կարակից, բայց ինչ նշանակում համատարած ստանում է։ Ինչի համար են այսօր Նարեկն միանշանակ բոլորի միանշանակ պայքարը պետք է լինի, իհարկե պայքարը պետք է լինի եւ ընդդիմությունն էլ պետք է մտածի նոր ձևերի մասին պայքարի, քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար, բայց նաև պետք է հասկանանք, որ ամենամոտիկ process-ը, որը ուղակի սարերի հետևում չէ, դա ընտրություններն են, մնացել է 5 ամիս։ Այս 5 ամիսը ես չեմ բացառում, որ Նիկոլը գնալու է ել ավելի զարհուրելի արարքների, շարունակվելու են ձերբակալությունները, կալանավորումները եւ այս ամենը միայն փաստում է նրա մասին, որ նա սարսափում է ընտրություններից, ուղղակի սարսափում։ Բայց սարսափելով անդրեց պատրաստվում է այդ ընտրություններին։ Եվ մենք պետք է ընդդիմությունը աշխատի բոլոր հնարավոր ֆրոնտերով։ Առաջինը դա իհարկե քաղաքաբանտարկյալների ազատ արձակման համար պայքարն է։ Ինքս չգիտեմ ինչ ձևով պետք է պայքարել, բայց պատրաստ եմ միանամ ցանկացած պայքարի ձևի։ Մենք պետք է շեշտակի աճեցնենք մարզերում մեր աշխատանքը, մեր հայրենակիցների հետ շփումը եւ բոլորի աչքերը բացելը։ Մենք պետք է ժողովրդին հասկացնենք, որ այս ընտրությունները խաղաղության եւ ոչ խաղաղության մասին չեն։ Դա Նիկոլն է ասում, որ խաղաղություն ընտրեք կամ պատերազմ, ոչ։ Այս ընտրությունները հայ մնալու ու հայ չմնալու մասին են։ Իհարկե դուք կարող եք ընտրել Նիկոլին, եթե ուզում եք հայ չմնաք։ Բայց եթե ուզում եք հայ մնաք, ապա առաջի բանը, որ պետք է չանեք, դա Նիկոլին ընտրելն է։ Ուղղակի արգելել իրան ընտրելը։
Այդ դա շատ կարևոր է, բայց դա պետք է ժողովրդին ճիշտ մատուցվի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել ժողովրդի հետ։ Հենց այն ժողովրդի հետ, որը ժամանակին Նիկոլին սատարում էր։ Թոշակառուների վրա այս մարդը կներեք բառի համար կայֆավատա ուղակի լինում։ Հենց այն թոշակառուները, որոնք 21 թվականին իրեն ընտրել են։ Մնում է ֆրա եթերում ասի, որ դուք դեբիլ եք։ Դուք փող ծախսելու ձևը չգիտեք։ Լավ ուր է մեր արժանապատվությունը։ Նիկոլին սատարում էր այն ժամանակ ավելի շատ չկայացած շերտը, ֆինանսապես չկայացած։ Դա թոշակառուներն էին, դա ուսանողներն էին։ Հիմա այդ մարդկանց ինքը դեն է նետել, որտեվ ես արդեն քանի տարի ասում եմ, որ Նիկոլը աղքատների համար չի եկել։ Ինքը հարուստներին հարստացնելու է եկել։ Նիկոլը թքած ունի աղքատների վրա։ Նիկոլը ոչնչացնում է Հայաստանում փոքր միջին բիզնեսը։ Նիկոլը հարստացնում է օլիգարխներին։ Նիկոլի բոլոր օրենքները ի վնաս աղքատների է։ Եթե ձեզ թվում է, որ Նիկոլը էլեկտրական ցանցերը խլում էր, որ ձեզ լավություն աներ, ապա կրկին չարաչար սխալվում եք։ Խլում էր, որ իր մարդկանցով լցնի ցանցերը, որ ոչ թե ջեբից փող տան այդ մարդկանց, որ հետո իրանց ծառայեն, այլ ուղակի էլեկտրական ցանցերը եւ ձեր հաշվին այդ մարդկանց փող վճարի։ Դուք մի վարքյան կասկածում եք, որ վերջի վերջո ինչ որ ացիանում Տաշիր գրուպը հաղթելու է այս կառավարությանը։ Դատական նկատի ունեմ։ Եվ հարյուրավոր միլիոնավոր դոլարների խնդիր է ծագելու, որը կրկին մնալու է մեր վրա։ Ինչու որտեվ Նիկոլը թքած ունի։ Նիկոլես երկիրը մցրել է պարտկային փոսի մեջ։ Ուղղակի խայտարակ վիճակում ենք։ 14 միլիարդի է հասել պարտքը։ Եվ դա վերացական թիվ չի, դա ռեալ պարտք է, որ ուշ թե շուտ պետք է տակ։ Բայց այդ պարտքը նաև լրջագույն խնդիրներ է ստեղծում քո արտաքին քաղաքականության մեջ, որովհետև դու կախման մեջ ես մտնում։ Կներեք, շատերը օգտագործում են այս տարիների ընթացքում Չաուշեսկու եւ կնոջ օրինակը, չգիտակցելով, որ նախ համեմատելու չեն կերպարները։ Ես իմ տեսություն ունեմ Չաուշեսկու վերաբերյալ։ Ռումինիայի նախագահ Չաուշեսկուն աշխարհում երևի թե առաջի երկրի ղեկավարն էր, որը 0-ի հասցրեց Ռումինիայի արտաքին պարտքը համաշխարհային բանկին, IMF-ին եւ այլն եւ այլն։ Ուղղակի 0-ի։ Եվ գիտեք ինչ եղավ պարտքը 0-ի հասցնելուց հետո։ Ապստամբություն։ Արևմուտքը չներեց, որ Չաուշեսկուն փակեց Ռումինիայի արտաքին պարտքը եւ կազմակերպեց իր սպանությունը։ Ակնհայտ է եւ անվիճելի է, չէ՞ որ դատավարություն նույնիսկ նորմալ չի եղել։ Մի քանի ժամում դատել են, վճռը կարդացել են, գնդակարել, հանել են դուրսը, գնդակարել են։ Մենք ապրում ենք շատ բիրտ, դաժան եւ ծանր աշխարհում, որում պետք է ամեն ինչը ճիշտ անես։ Եթե ճիշտ չանես, կործանվելու ես։ Հիմա մեզ որպես քաղաքացիներ, որպես հայեր, այս իշխանությունը քիչ է զրկել է մեր երկրորդ հայրենիքից, քիչ է մեզ արգելում է մտածել այդ երկրորդ հայրենիքի մասին, մեզ նաև ասում է, որ դուք բոլորը պարտքերի մեջ խրվելու եք։ Այդքան մինչև նույնիսկ չկարողանաք որևէ բան այլևս փոխել։ Բայց իրանք հարստանում են։ Ով գիտի ամեն մեկը դրսերում տներ են առել, չեմ զարմանա, եթե դա ճիշտ է։ Կասկած չունեմ, որ ամեն մեկը թաքնված միլիոնատեր է։ Եվ նաև կասկած չունեմ, որ իշխանապողությունից հետո մենք դեռևս տարիներ զարմանալու ենք բացահայտումների վրա։ Տարիներ ենք զարմանալու, թե ինչեր են սրանք արել։ Մարդիկ, որոնք այսօր իրանց սատարում են, ուղղակի գլուխներն են բռնելու, ասեն լավ, մենք ոնց այս ամենը չենք հասկանում։ Բայց ես դրա համար եմ։ Ես պայքարս դրա համար եմ տանում, որ ամեն այս հարցազրույցից, ամեն այս խոսալուց մի հոգի փոխվի, ես գոհ եմ։ Այս ամենը ես անում եմ իմ համար, որ ես հանգիստ քնեմ, որ ասեմ լավ, ես ինչ կարամ անում եմ,
Բայց թող ամեն մեկը այդպես անի, թող ամեն մեկը պայքարի։ Եկեղեցին այսօր պայքարում իր գոյության համար։ Իսկ ձեզ ոնց է թվում եկեղեցու գոյությունը, եկեղեցու սպասավորներին է պետք է մեզ։ Ես ասում եմ մեզ է պետք։ Ի վերջո պատկերացնենք մի վիճակ։ Հայ առաքելական եկեղեցին քանդվում է։ Վեհապար հայրապետը տալիս է հրաժարական, չգիտեմ, տենց բան կա թե ոչ, բայց տալիս է հրաժարական, սպասավորների գերակշռում ասում են մենք այլևս չենք մատուցելու մեր ծառայությունները, եւ եկեղեցին լցվում է նիկոլական աղանդի ներկայացուցիչներով եւ բենտլիներով։ Դուք գնալու եք այդ եկեղեցին։ Ով է կնքելու ձեր երեխային։ Ով է ձեր սակադրություն տեսի իրականացնելու։ Մեզ է պետք չէ այդ եկեղեցին։ Ի վերջո եկեղեցին այն վայրն է, որը մենք մտնում ենք, կտրվում ենք այս դառի իրականությունից եւ շփվում ենք Աստծո հետ։ Այս պայքարում մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ թե անձերի համար ենք պայքարում, վերացական, այլ մենք պայքարում ենք մեր առաքելական եկեղեցու գոյության համար։ Եվ այս պայքարում բոլորս պետք է լինենք միամուր։ Դուք տեսնում եք, չէ՞ որ Նիկոլի իր այդ ֆեյք պատարակներին 2-3 հազար հոգուց ավել մարդ չի կարողանում հավաքի։ Ընդ որում ես կասկած չունեմ, որ այդ հավաքված մարդկանց 70%-ը իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են, ուղղակի առօրյա շորերով։ Կասկած չունեմ։ Ես կասկած չունեմ, որ իրավապահ համակարգը վերածվել է մեկ անձի ցանկությունների սպասարկման համակարգի։ Ինչը ցավալի է, բայց փաստ է, դա այդպես է։ Ցավալի է եւ ուղղակի աններելի է, երբ որ տեսնում ես, որ ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է քահանաների, սրբազանների վրա ինչ որ բան գործիք, հա, որ իրանց միջոցով փորձում են դեպի իշխանություն քաշել տարբեր մարդկանց։ Սա ուղղակի ցավ է պատճառում։ Ցավ է պատճառում, որ պետական ամբողջ մեքենան աշխատում է մեկ հոգու կամաջույքի համար, կամ մեկ ընտանիքի կամաջույքի համար, այդպես ավելի ճիշտ կլինի ասել։ Ցավ է պատճառում, որ նախարարությունները ոչ թե գործ են անում, այլ ծառայում են Նիկոլի։ Ցավ է, որ այսօր գործի անցնելու համար պետք է լինես Նիկոլի վկա։ Չի կարող ընդդիմադիր հայացքներով մարդը պետական համակարգում գործ ունենա, որտեվ լայքերի համար մարդկանց են գործից հանում։ Ու դուք ինձ ուզում եք ասեք, որ Հայաստանի, նորանկախ Հայաստանում դες բան է եղել, չի եղել երբեք։ Երբեք չի եղել։ Կրկնում եմ, սա երկիրը քանդելու ամենաճիշտ ճանապարհն է ընտրված։ Ամենաճիշտ։ Ուրիշ ձև երկիրը չի քանդվում։ Այս 7 տարիների մասին գիրք կարելի է գրել, ինչպես քանդել երկիրը։ Ու հետո ցանկացած այլ երկրի վրա պրոյեկտել ու հասկանալ, որ աշխարհում ցանկացած երկիր նման կերպ կարելի է քանդել։ Բայց լավ, բա մենք ինչի համար ենք այստեղ։ Մենք նրա համար ենք, որպեսզի այդ պայքարում մենք կարողանանք պահել մեր եսը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր քույրերին եւ եղբայրներին, արժանի լինել եռաբլուրին։ Ցավով եմ ասում, մենք արժանի չենք եռաբլուրին, մենք արժանի չենք եռաբլուրի կողքով անցնելուն նույնիսկ։ Բայց Ամանորի ուղերձում Նիկոլ Փաշինյանը ասաց հիշում եք, չէ՞։ Ուղղակի այսքան հետ եմ գնում, որովհետև առաջ ենք մեզ խոսելու։ Հիշում եք, չէ՞, ապագայի խոստացել, բերել եմ, սա այդ ապագան է։ Եվ 2026-ին ժողովուրդը կգնա, իր ձայնը կտա իր իսկ իշխանությանը։ Տեսեք, ես ստիպված եմ թե Նիկոլին, թե իր տարբեր տրամաչափի ուսապարկերին լսել։ Իրոք ստիպված եմ, քանի որ ինքս ընտրել եմ այս քաղաքական ճանապարհը եւ ամեն օր ստրես եմ ապրում, երբ որ լսում եմ այս մարդկանց, լսում եմ տգիտությունը, որ իրենք ամեն օր տարբեր եթերներում սփռում են։ Սա ոչ միայն տգիտություն է, սա դավաճանություն է։
եւ այդ ամենը, որ իրենք անում են մեկ նպատակով՝ պայել իշխանություն, բութ աշխատել փող։ Տեսեք, աշխարհի պատմության մեջ կան տարբեր իշխանություններ, կան տարբեր օրինակներ, մարդկանց, որոնք տասնամյակներով իշխանություն են պահել։ Ու եթե մենք համեմատենք դրանց Նիկոլի հետ, ապա ի հայտ է գալի մի պարզ բան։ Բոլորը 99.9% եղել են ազգայնականներ։ Սխալ ճիշտ մտածել են իրենց երկրի մեծացման մասին, մտածել են իրենց երկրի ավելի դոմինանտ լինելու մասին, եւ այո, այդ մտածելով հանդերձ երկրի ներսում բավականին բիրտ բարգեր են սահմանել։ Դրան ի հակադրում են մենք ունենք իշխանություն, որը այդ բիրտ համակարգը երկրի ներսում սահմանել է, որը իրան դրել է իշխանի տեղ եւ ուզում է իշխի բոլորին, բայց չունի ազգայնական որևէ նկրտում, որևէ հակառակը պատրաստ է տա ամեն ինչ, որ մնա իշխանության։ Այն նման օրինակ ես աշխարհում չեմ տեսել, ուղղակի չեմ տեսել։ Այդ դրա մասին պետք է մտածենք։ Եվ վերադառնալով ընտրությունների թեմային ասեմ, որ մենք բոլորս պետք է աշխատանք տանենք, բոլորս անխտիր, ով մեզ այսօր լսում է, բոլորս անխտիր, մի կարծեք, որ շատ ժամանակ է մնացել միջի ընտրություն, աչքներս թարթելու ենք ընտրության օրը գա, եւ ասենք վայ բան չհասցրեցինք անել, աշխատեք, աշխատանքը շատ պարզ է, ամեն մեկը ձեր տնից սկսած, ձեր բարեկամներով, ձեր ընկերներով, ձեր, չգիտեմ, տարբեր ծանոթներով, խոսացեք բոլորի հետ, մարդկանց աչքերը բացեք, հասկացեք մարդկանց, որ այս ընտրությունը հայ մնալու եւ հայ չմնալու մասին է, ոչ թե խաղաղության։ Եթե ուզում եք հայ մնաք, ուրեմն չեք կարող Նիկոլ ընտրել։ Եթե չեք ուզում հայ մնալ, ապա անպայման գնացեք ու Նիկոլ ընտրեք։ Այսքան երևի Մարիամ ջան, եթե այլ հարցեր չկան։ Եվ վերջին հարց նաև պարոն Մարտիրոսյան, քանի որ դուք ձեր խոսքի սկզբում անդրադարձաք Աննա Հակոբյանին, վերջինս օրինակ գրառում էր արել, որ կրթվել են նորաձև արշավներ իրենք իրականացնում, որ 2026 ոչ միայն կրթվելու տարի հայտարարել, այլ մեզանից լավագույն տարբերակը կերտելու։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակ։ Կարծում եմ իրանք իրենցից լավագույն տարբերակը արդեն կերտել են, իրենց լավագույն տարբերակը դա այն է, ինչ այսօր մենք տեսնում ենք, դա անհայրենիք, անգրագետ, միայն փողի մասին մտածող մարդն է։ Այդ դա է լավ մարդը Աննա եւ Նիկոլի համար։ Նիկոլի համար անընդունելի է հայրենիքը սիրող մարդը։ Նիկոլի համար անընդունելի է քրիստոնյա մարդը։ Նիկոլի համար անընդունելի է Արցախի մասին երազող մարդը։ Միակ մարդը, որ Նիկոլի Աննայի համար ընդունելի են, դա այն մարդիկ են, որոնք չունեն ազգային որևէ մտածելակերպ եւ մտածում են միմիայն փողի եւ ուտելու մասին։ Այ դրանք Նիկոլի եւ Աննայի համար ամենաճիշտ քաղաքացիներն են, ինչպես եւ իրանք են։ Բայց ես կասկած չունեմ, որ մեր ժողովուրդը այդպիսին է, չէ։ Այո, կան մարդկանց մի զանգված, որոնք թյուր են հասկանում իրավիճակը, որոնք չեն կարողանում ճիշտ գնահատական տալ իրավիճակին։ Բայց ես կրկնում եմ, կասկած չունեմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարողանանք այդ մարդկանց պոկել Նիկոլից, այդ մարդկանց բերել իրական Հայաստան։ Այդտեղ է իրական Հայաստանը, որտեղ չկա Նիկոլ, չկա Աննա, չկա ՔՊ։ Այդ իրական Հայաստանը մենք դեռևս ստենալու ենք։ Ապագան, որը Նիկոլը խոստանում էր եւ այսօր ասում է, որ այդ ապագան արդեն եկել է, ճիշտ գնահատեք այդ ապագան, որը այսօր տեսնում եք։ Գնացեք Եռաբլուր եւ տեսեք, այդ է Նիկոլի բերած ապագան։ Կամ նստեք ավտո ու փորձեք Ստեփանակերտ քշել, այդ է Նիկոլի բերած ապագան։ Կամ նստեք մեքենա, գնացեք Սյունիք։ Գնացեք սահմաններում, տեսեք ինչ է կատարվում, այդ է Նիկոլի բերած ապագան։ Ձեր օրից օր ավելացող հարկերն են Նիկոլի ապագան։ Ձերից օրից օր փակվող փոքր եւ միջին բիզնեսներն են Նիկոլի ապագան։ Այո, այդ ապագան եկել է։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հոդս ցնդեցնենք այդ ապագան։
եւ բերենք մեզ հետ ճիշտ ուղու վրա, զարգացման ուղու վրա, առաջ գնալու ուղու վրա, հաղթանակների ուղու վրա, որովհետեւ կրկին նորից մեզ մարզ գանք, արժանի մարզ գանք, որ հանգիստ սրտով գնանք եռաբլուր, այլ ոչ թե գնանք գլուխներս կախ կանգնենք ու ասենք կներեք։ Այդքանը Մարիամ ջան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եթե բայց ներողություն եք, ես միջանկյալ հարցը դրել կապված։ Գիտեք, առաջինը, այսպես ասենք, եկեղեցու դեր Վարշավին միացավ այն Արամը, Տեր Արամեր են ժամանակ, Ստյոպան, ինչն է հետաքրքիր, պարոն Վարդանյան, վերջինիս գիտեք, եկեղեցին երբ ինքը ծառայության մեջ էր տուներ տրամադրել, որպեսզի այսպես է կարգը։ Հիմա կարգալից են արել, այս մարդը Տունը հետ չի հանձնում։ Հա, չի հանձնում, ոչ մի տիրադավը, ոչ մի ինչ գող է, հա։ Մարիամ ջան, չէ, այս հարցը պետքա նայել ընդհանուր բանով, հա, այն եկեղեցականները, որոնք միացել են Նիկոլին, իրենք չեն տնօրինում իրենց ոչ այսօր ասածները, ոչ արածները։ Ակնհայտ է իմ համար, որ իրենք արդեն գործում են այս իշխանության հովանու ներքո եւ անելու են այն ամենը, ինչ իրենց կասեն։ Մենք դեռևս շատ զարմանալի բաներ կտեսնենք իրենց կողմից արվող։ Ես չեմ զարմանա, դրանք, չգիտեմ, եկեղեցում ստրիպտիզ էլ պարեն։ Սրանցից ամեն ինչ սпасելի է։ Նայած Նիկոլը վաղ առավոտ արթնանա ինչ է որոշելու։ Բայց իրենք ընտրել են այդ ճանապարհը, իրենք վախեցել են կոմպրոմատից, իրենք վախեցել են կալանավորումից եւ նախընտրել են դառնալ Նիկոլի ծառայող։ Դուք այլևս ոչ թե Աստծո ծառայ եք, այլ Նիկոլի։ Դուք ինքներդ եք ձեզ վարկաբեկել, դուք ինքներդ եք ձեզ իջացրել այդ մակարդակի։ Վախեցել եք։ Չի կարելի վախենալ, տղամարդը վախենալու համար չէ, ընդհանրապես մարդը վախենալու համար չէ։ Նամանավանդ դուք Աստծո ծառաներ եք։ Ու դուք փոխեցիք ձեր ծառայությունը Նիկոլին ծառայելու հետ։ Հիմա փողի դիմացեք փոխե, թե կալանավորվելու վտանգի բացարձակապես որևէ տարբերություն իմ համար չկա, որովհետև փաստը մնում է փաստ, դուք դավաճանել եք Աստծուն, դուք վեհապար հայրապետին չեք դավաճանել, դուք Աստծուն եք դավաճանել, եւ հավատացեք, Նիկոլը ձեզ դեռ այդքան է նսերմացնելու, այդքան է օգտագործելու, որ ինքներդ ձեզանից հայլու մեջ նայելուց զզվելու եք, այսքանը Մարիամ ջան։